քանի որ նախաձեռնության ամբողջ ինքնասիրտ երևանցիները եւ անեկտորացների հարազատները, այսինքն պետներ այդ երկու հերինակիցների այդ դրա համար ես մենք որ արսենալը վկայության ինքնասիրտի որին Երեք օր առաջ այստեղ բազմամարդեր հավաքվել եք պահանջով որոշեցիք դիմել խմբակցություններին ինչ պատասխաններ ունեք Հիմա սկսեմ ավելի մի քիչ վաղուց նախ այս 3 օրը որ սկսեցինք ինչ-որ գործողություններ այս ամեն ինչը սկսել է շատ ավելի վաղուց դեկտեմբերի 25-ին մենք արդեն երկու ՀԿ-ներով դիմում ենք ներկայացել քննիչ ազատժողովին նյութերը հրապարակելու պահանջով ստացել ենք մերժում որից հետո արդեն կոչով դիմել եմ խնդրանքով դիմել եմ բոլոր այն մարդկանց անկախ իրանց քաղաքական ինչ-որ ուղղվածությունից անկախ իրանց բոլորին ովքեր որ այս պահանջին միանում են սա կրկնում եմ քաղաքական պահանջ չի սա արդարության եւ ճշմարտության պահանջն է որը որ կարծում եմ մեր երկրում բոլորն էլ ուզում են իմանալ այդ կոչով դիմել եմ մարդկանց բոլորին ովքեր որ արձագանքել են արդեն այդ մարդկանցից տեսնում եք մարդիկ կան որ իմ կողքս են իմ հետ են մարդիկ սրտացավ ձևով կիսել են այդ ամեն ինչը եկել են առանց ինչ-որ հետին մտքերի առանց ինչ-որ բաների կանգնել են Այս ինչ եմ անպայման շեշտում, ինչ եմ ասում, քանի որ այսօր արդեն լրատվական միջոցներով կամ տարբեր համացանցի միջոցներով ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը փորձում է սա տանի այլ դաշտ, որ սա ուղղորդված է, ինչ որ ես իմ ում կողմից, ուրեմն ես ձեզ հավաստիացնում եմ 100%-անոց ու կասեմ, որ մեզ ոչ մեկ չի ուղղորդում, ոչ մեկի կողմից մենք չենք եթում, մենք սաղս եկել ենք մի պայմանի համար, մի պահանջով, որ այդ ամեն ինչը պետք է հանրայնացվի։ Եթե կլինեն նորից եմ ասում, քաղաքական ուժեր, սա ես մի քանի տարի առաջ ասել եմ, կկրկնեմ, չեմ զլանա, կկրկնեմ։ Ես միշտ խնդրել եմ մարդկանց, որ մարդիկ գան մեզ միանան զուտ որպես մաքուր, ազնիվ նպատակներով։ Եթե կան քաղաքական ուժեր, ովքեր նպատակներ ունեն, այս ծնողների վիշտը, ցավը, դարդը, այս պահանջը օգտագործեն իրանց քաղաքական դիվիդենտներ շահելու համար, ես իմ անունից ասում եմ, քանի որ այս ամեն ինչը sense կոպիտ ասած թող իմ ընկերները ինձնից չնեղանան, բայց ես եմ սկսել ծնողների հետ միասին, անհետ կորած ծնողների հետ միասին, ու ես էլ հիմա ինձ իրավունք եմ վերապահում, ասեմ, ով մտածում է գալու աստի քաղաքական դիվիդենտ շահի, հիմիկվանից ասում եմ, իմ կողքը տեղ չունի։ Էդի որ միանգամից այդ տարբեր խոսույթները, էսի սենց, էնին ենք, էսի ծախված, էսի սենց, այդ դրանք միանգամից վերացնում ենք։ Չկա, ով կգա, նորից եմ ասում, բարով գա, եթե հիմա այս պահի դրությամբ քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավորել կգա, կասի, ես ձեր պահանջին միանում եմ ու իմ հնարավոր բոլոր լծակները կօգտագործեմ, որ ճշմարտությունը բացահայտվի, ռադի բոգը արի կայնի պահանջի, որովհետև մեր խնդիրը այս պահի դրությամբ նորից ասեմ, որ դա այս դավաճանների լույս աշխարհ բերելն է, այս դավաճաններին ջրի երես հանելն է, քանի որ այսօր մենք գտնվում ենք այնպես մի հատ վիճակում, որ առավել ևս որ մեզի ամեն օր սպառնում են պատերազմներով, եթե հանգարց ինչ չընտրեք պատերազմ կլինի եւ լավ ասենք sense պատկերացնենք մարդը սնենց է լավ չընտրվավ, օրինակ, արդար ընտրությունները լավ չընտրվավ ինչ պետք է պատերազմ անի, հա դուսա գալի, տենց հա դուս։ Ուրեմն եթե տենց տարբերակ կա, ուրեմն պետք է մենք առաջի հերթին մեր շարքերը մաքրենք դավաճաններից, որ պատերազմ Աստված մի արածցե, նորից եմ ասում։ Ես չեմ ուզում պատերազմ, մարդկանց մոտ թող այդ կարծիքը չձևավորվի, թե ես պատերազմ եմ ուզում։ Ես պատերազմից դժուժած մարդ եմ, ես տնիցս երկու հոգ եմ կորցրել։
ես չեմ ուզում լինի, բայց եթե պետք լինի, գոնե իմանանք ով ում է այդում պատերազմ, որ ես չմտածեմ, այդում եմ պատերազմ, բայց կասկած չունենամ այս մարդու վրա, որ կարող է այս մարդը դավաճանը, կարող անձի վերջի պահին դավաճանում է ու էլի տանում է այս ամեն չկործանում է։ Դրա համար առաջնահերթ պետք է մենք մեր դավաճաններին հանենք ջրի երես, իրանց պատիժը տանք։ Հիմա օրինակը սենց էլ բերեմ, ասենք Հայաստան խմբակցության անդամները միացել են այս կոչին, պատիվ ունեմը միացել է, բայց դա չի նշանակում, որ իրանց ապահովագրել են, որ վաղը մյուսօր, եթե այս քննիչ հանձնաժողովի նյութերը հրապարակվի, կրկնում եմ ամբողջությամբ, այս գաղտնիության ռեժիմը պետք է վերացվի, քանի որ դա տալիս է ինձ բավարար կասկածներ, որ դուք կոծկում եք պետական չինովնիկների կատարած հանցագործությունները, որը բերել է անդառնալի կորուստների, այսինքն դրա վրա արդեն գաղտնիություն չես կարա դնես, ոնց կարաս պետական դավաճանի արածքը գաղտնիության տակ փագես է, չէ, չի կարելի։ Ուրեմն եզրափակեմ խոսքս։ Մեր պահանջը լինելու է տենց, ովքեր որ կմիանան, ես բոլորին ողջունում եմ, շնորհակալությունս հայտնում եմ եւ ասում եմ, բայց եթե ձեր հետին մտքում կա քաղաքական դիվիդենդներ, հիմիկ բանից ասում եմ նախկինում եմ ասել, որոշ քաղաքական ներկայացուցիչներ այդ իմ ասածից նեղվել էին, դեմից սաղից լարիր, հիմա էլ եմ ասում, մենք քաղաքական դիվիդենդներ չենք ուզում, մենք արդարություն, ճշմարտություն ենք ուզում։ Այսքանով ես հիմա ասեցի։ Ովքեր են այս դավաճանները, որ պետք է ջրի երես հանել։ Ուրեմն դավաճանները ես չի որ պետք է ասեմ, դուք ինձ ճիշտ հասկացեք, ես իմ իմացածը գիտեմ, ասենք անցած անգամ էլ հարց տվեցին լրագրողներից մեկը, անուն ես տվեցի, ասեցի, օրինակ այն, որ ասենք հիմա ես ինչ-որ բան չեմ անում էլ, այսինքն այդ մարդը արդեն ռոզիսկի տակ է, ես այդ նա արդեն քննչական կոմիտեով հայտարարված է հետախուզման մեջ, դա պաշտպանության բանակի գեներալ Արուստամյան Կարենն է, որ ասենք այդ ճակատի պատասխանատուն էլ է, բայց դե որ դավաճանություն էլ է, ոնց եմ ասում, դա ես չեմ ասում մենակ, դա շատ նույն Նիկոլ Փաշինյանն էլ ասել դավաճանության մասին, իրանք էլ են ասել այդ ամեն ինչի մասին, նույն պաշտպանության նախարար շտաբի պետի տեղակալ Խաչատրյան Տիրանն էլ ասել այդ մասին, որ մենք պատերազմը պարտվել ենք դավաճանության։ Հիմա, եթե այդ կարգի մարդիկ ասում են դրա մասին, էլ չեմ ասում, Նիկոլը ասեց, չէ, հազարավոր քրեական գործեր կբացվեն։ Դե հիմա հո մենք չենք ասում Նիկոլ գնա Քոչարյան արի, չէ։ Սաղդ մնացեք ձեր տեղերում, մեզի տվեք դավաճանների անը, որ մենք իմանանք վաղը ընտրություն կա ովում հետայթում, վաղը Աստված մի արած է պատերազմ կա ովա քո թիկունքում, որ կարանանք իմանանք այս վիճակից ոնց ենք ելնում։ Այսքանը։ Ղուկասյան, մի հարց էլ, հա, երեկվա միջադեպին էլ անդրադառնանք, երբ Ալեն Սիմոնյանը սեռական բնույթի հայհոյանք է հասցրել, կարծեմ ձեր համակիրներից մեկին։ Ինչ կարծիք ունեք դրա վերաբերյալ ու արդյոք այդ քայլից հետո նրանք կտան դավաճանների անունները։ Ուրեմն նայեք, սենց էլի հետ էլ մի հատ, ուրեմն կարա մեկն ու մեկ ինձ կարա բացատրի ինչ նպատակ ուներ, ասենք Ալեն Սիմոնյանի այն մուտքից դուրս գալը, քայլելով գալ էս մուտքով մտնել, նպատակը։ Ես ունեի իմ աղբյուրներից, չեմ կարա բացահայտեմ, ինձ եկել էր այդ ինֆորմացիան, որ շատ ուշադիր զգոն եղեք, արդեն նախապատրաստում են ձեր այս ամեն ինչի դեմ, որ մի հատ սադրանք անեն, բայց որ այդ սադրի չկլնի ազգային ժողովի նախագահը մտքովս վաբշե չէր անցնում, բայց որ սադրանքը իր նկատմամբ է եղել։ Իրա նկատմամբ չէ, բացարձակ իրա նկատմամբ, ուրեմն երեք մենք մոտեցել ենք բազմաթիվ պատգամավորների, բազմաթիվ եւ ընդդիմության եւ իշխանության։ Ոչ մեկի հետ մենք ընդհարում չենք ունեցել, բոլորի հետ եղել է ցիվիլ ակուրատնի խոսակցություն, ոչ մեկին ոչ մի հատ վատ բառ ենք ասել, ոչ ճոշ ենք ասել իրանց էշին։ Նույն ձևով Ալեն Սիմոնյանն է մոտիկանում, մարդը մոտիկանում է ուզում է երկու հարց տա, տերանք ինչի, ասենք առավել եւս, որ այդ
զեկույցի գաղտնիությունը դրել է Ալեն Սիմոնյանը։ Հարց կարանք չէ իրան տանք ինչ իման վրա ես դրել, բայց ինքը միանգամից քո հետ խոսալու չունեմ, տարեք սրան ստուց, ասենք խոսակցության մեջ ասենք մարդ ասում է վախում ես, փախնում ես, արա արամ պապատա, ինքը ինչ իրավունք ունի այն մարդու մահացած հորը վիրավորի ու որ իրան հարգող տղեն լինի, իրան չպատասխանի։ Էլ չեմ ասում, որ դրանից հետո երբ որ Միքայել Մարգարյանին արդեն անվտանգության աշխատողներն ու ոստիկանությունը տարան ոնց որ չեզոքացրեցին մի կողմ, ես եմ մոտիկացել։ Ու հարց եմ տվել, էլի չեմ իրան ոչ սադրել։ Ասում եմ, «Էս ինչ արիր, ինչի արիր էսի, օրինակ ինչ նպատակ է քո էս անել», արդեն հասկացա իրան։ Ինքը իմ աշկի առաջ իմ ընկերոջը այդ սեռական բնույթի հայանքը ինքն է տվել։ Այսինքն ինքն է սկսել ամեն դեպքում։ Ինքը ով է խր սաղ երևում է վիդեոանես չի։ Հիմա այդ իր հայանքի դաժե բարի մի հատված են որ սաղի մոտ տպավորվել է թե ես եմ ասել, դա ես չեմ ասում, այդ ինքն է ասում։ Ես պատասխանում եմ այդ իր նույն խոսքը իրան պատասխանում եմ։ Ինքը իրան կարա թույլ տա մարդու քաղաքացու հասցեին ու այն էլ արժանավոր քաղաքացի է, ինքն էս մի հատ եսի մի ինչ չի, մի հատ անարժանի մեկը չի, ինքը պատերազմ անցած տղա է այդ մարդը ամագ ունի դրած։ Ու ասենք այսօր դու այդ մարդուն այդպես քֆուր տաս, կարելի է չի։ Հետո հելնել ասել ես սենց, ես սենց, ես ոնց ալեմ որ Ալենը հենց ելնում է քայլելու մեկը ռաստա գալի իրան քրվում է, չոտը շատ չի իրան կատարվում նման դեպքեր։ Չէ, սադրումը եղել է կոնկրետ իր կողմից։ Այնտեղ մեր կողմից եթե լիներ սադրանք, մենք արդեն վաղուց արած կնենք, ախր ճիշտ հասկացեք, այդքան մարդ էլ է, այդքան ԿՊ-ի դեպուտատ էլ է, որին ենք վատ բառ ասել։ Սաղ եթե խոսացել ենք, հարցը հստակ տվել ենք, պատասխանը ստացել ենք, ասել ենք ձեզ հաջողություն։ Այդքան բան։ Իրականում ոնց իմ ընկերս ասեց